Զինվորական ծառայության մասին օրենքում առաջարկվող վիճելի փոփոխությունները շարունակում են հանրային ուշադրության կենտրոնում լինել։ Ինչ է իրենից ներկայացնում առաջարկը՝ կաշառքի օրինականացում, թե կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց, բանակը հարստացնելու շանս, թե զինված ուժերը վարկաբեկելու գործիք։ Եթերում հեռանկար բանավեճն է ակտուալ թեմաների համապարփակ քննարկմամբ։ Ազգային ժողովի պրոֆիլային հանձնաժողովը որոշել է հետաձգել զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքներում փոփոխությունների քննարկումը։ Ինչի հետ է դա կապված, արդյոք խորհրդարանական մեծամասնությունը հակված չէ հավանություն տալ աղմուկ հանած նախաձեռնությանը։ Խնդիրը կքննարկենք անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի ու Հայաքվե միավորման խորհրդի անդամ Ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի հետ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք, մինչև տեսանյութին անցնելը ուղղակի շատ կարճ գնահատականը։ Դրական է ըստ ձեզ այդ նախաձեռնությունը, թե ոչ։ Կարծում եմ որոշակի առումով այո։ Դուք ինչպես եք գնահատում։ Ես կարծում եմ, որ սա վճարովի հանցագործության լեգալիզացիա է։ Դուք հնարավորություն կունենաք փաստարկելու ձեր կարծիքները, մինչ այդ առաջարկում եմ տեսնել ծանոթանալ այն տեսանյութին, որը գործընկերս պատրաստել է, որից հետո կշարունակենք։ Հայաստանում ժամկետային զինծառայության սահմանային տարիքը հնարավոր է 27-ից բարձրանա 37։ Օրենսդրական այս նախաձեռնության հեղինակը Ազգային ժողովի իշխող խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն է։ Նրա խոսքով այս փոփոխությունը նպատակ ունի լուծել մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են պարտադիր զինծառայությունից խուսափած քաղաքացիներին։ 2020-ից 2024 թվականների ընթացքում արական սեռի միջև 18 տարեկան 8721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից։ Երկրորդ, մեկնում են Հայաստանի Հանրապետությունից բուժման, ուսման կամ այլ նպատակով և մինչև 27 կամ 37 տարին լեռանալը չեն վերադառնում։ Պատգամավորի խոսքով 2010-ից 2024 թվականների ընթացքում զորակոչից խուսափելու հիմքով հարուցված քրեական գործերից 2500-ը կարճվել է վաղամության ժամկետն անցնելու հիմքով, և այդ քաղաքացիները գործող օրենքով որևէ պատասխանատվության չեն ենթարկվել, քանի որ նրանց 37 տարին լրացած է եղել։ Սարգսյանը հավելել է, քաղաքացիները ծառայությունից ազատվելու համար զինծառայության հետ անհամատեղելի հիվանդության թղթեր են պատրաստում։ Պարտադիր զինվորական ծառայությունից տանկետում ստացածների և ծառայությունից ազատվածների թվի ավելի քան 80%-ն են կազմում առողջական խնդիրներով պայմանավորված ազատվածներն ու տանկետում ստացածները։ Ուստի նախագծի հեղինակի առաջարկվող փոփոխությունների մի մասը խստացնող է, գալիս են բարդացնելու և սահմանափակելու ծառայությունից խուսափելու առկա ճանապարհները։ Մյուս մասը խրախուսող է, գալիս են բարձրացնելու ծառայության գրավչությունը։ Հայկ Սարգսյանն առաջարկում է կառավարության գործող որոշումներում կատարել փոփոխություններ և առողջական որոշ խնդիրների դեպքում զորակոչել սահմանափակումով պարտադիր զինվորական ծառայության։ Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքն էլ 27-ից դարձնել 37 տարեկան։ Մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 միլիոն դրամ։ Սա այն գումարն է, որը գործող կարգավորումներով 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները այսօր կարողանում են վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից։ 4. Քրեականացնել քրեական օրենսգրքի 461-րդ և 462-րդ հոդվածների հատկանիշներով քննվող քրեական վարույթների շրջանակում նշանակված փորձաքննության ենթարկվելուց հրաժարվելը կամ խուսափելը կամ հետազոտության համար նմուշ տալուց հրաժարվելը կամ խուսափելը։ Խրախուսող կարգավորումների մասին խոսելիս պատգամավորը նշել է, որ այս օրենսդրական փոփոխությունների արդյունքում գոյացող լրացուցիչ ֆինանսական միջոցների մի մասը կուղղվի պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողներին դրամական ապահովության չափերի բարձրացմանը, քանի որ ներկայումս շարքային զինվորական կոչում ունեցող ժամկետային զինծառայողները որպես դրամական ապահովում ստանում են ամսական 3400 դրամ։ Կրճատված ժամկետով զինվորական ծառայություն հնարավորություն տալ նաև 18 տարեկաններին։ Գործող օրենսդրությամբ նման հնարավորություն ունեն 27 տարին լրացածները և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձինք։
առաջարկում որպեսզի նման հնարավորություն տանք նաև 18 տարի լրացածներին։ Այս կերպ Սարգսյանի խոսքով ժամկետային զինծառայողները կունենան ընտրության հնարավորություն, ծառայել 24 ամիս եւ ստանալ բարձր դրամական ապահովություն, ծառայել 6 ամիս եւ պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս եւ պետբյուջե վճարել 20 միլիոն դրամ։ Իսկ վերջին խրախուսող կետը ըստ նրա խրախուսել Արական սեռի անձանց ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն մինչև պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքը լրանալը, տալով հնարավորություն ծառայել կրճատված ժամկետով կամ ծառայությունն անցնելու փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել սահմանված գումարը։ Պատգամավորը վստահեցնում է, որ այս փոփոխությունները նաև հնարավորություն կտան շտկել մեր երկրում ծնված կամ մինչև 27 տարին լրանալը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց եւ 27 տարեկանից հետո քաղաքացիություն ստացած անձանց միջև առկա անհավասարությունը, կապված պարտադիր զինվորական ծառայության պարտավորության հետ։ Նախագիծը ներկայումս գտնվում է քննարկման փուլում եւ հնարավոր են լրացուցիչ փոփոխություններ մինչև խորհրդանի երկրորդ ընթերցմամբ ընդունելը։ Ռոբերտ, ձեր գնահատականը դրական էր, ասացեք ինչու եք համարում, որ արժի գնահատական տալ դրական։ Շնորհակալություն։ Որպեսզի մենք հասկանանք, թե այս օրենքը ինչ խնդիր է լուծում Հայաստանի Հանրապետությունում, մենք մեզ պետք է տանք երկու հարց։ Առաջին հարցը հետևյալն է, ես մի փոքր տեսանյութի հետ կապված շտկում մտցնեմ, այդ գումարի չափը փոխվել է, կոնկրետ կապված կրճատ ծառայության հետ, 1 ամսով ծառայողները պետք է վճարեն 24 միլիոն դրամ, դրա համար ես 24 միլիոնի մասին հիմա կասեմ։ Ուրեմն առաջին հարցը հետևյալն է. արդյոք Հայաստանի Հանրապետությունում կա նման երիտասարդ, որը ինքը կամ իր ծնողները ունեն 24 միլիոն դրամ, ցանկանում են, որպեսզի իրենց որդին չծառայի, սա շատ կարևոր է, որովհետև մենք հաշվի չենք առնում, որ շատերը ունեն գումար, բայց որ ցանկում են, որպեսզի իրենց որդիները ծառայեն։ Բայց եթե կա մարդ, ով ունի 24 միլիոն դրամ եւ ցանկանում է, որպեսզի իրենց որդին չծառայի եւ հնարավորություն չունեն առանց այս օրենքի խուսափելու ծառայությունից, ես կարծում եմ չկա այդպիսի բան։ Որևէ մեկը Հայաստանում եթե ունի 24 միլիոն դրամ, նա անպայման ցանկանում է, որպեսզի իր որդին չծառայի, նա ձևը կգտնի։ Իհարկե այստեղ անօրինական ճանապարհները շատ են, բայց կա նաեւ մեկ օրինական ճանապարհ, դա այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելն է, իսկ 24 միլիոն դրամը ավելի քան բավարար է նույնիսկ եվրոպական որոշ երկրների քաղաքացիություն ձեռք բերելու համար։ Եվ երկրորդ հարցը, եթե տվյալ անձը անօրինական թե օրինական ճանապարհով, օրինակ անօրինական ճանապարհներից ինչ-որ բժշկական տեղեկանք բերելով կամ ինչ-որ հավաքականի անդամ դառնալով կարողանում է խուսափել պարտադիր ծառայությունից, արդյոք նա հետագայում զինապարտ է Հայաստանի Հանրապետությունում, թե չէ, եթե օրինակ լինի պատերազմ։ Ակնհայտ է, որ ոչ, նույնիսկ քաղաքացիություն փոխածին հետագայում հնարավոր չի լինի զորակոչել պատերազմ։ Ստացվում է, որ տվյալ անձը, ով ունի այդ 24 միլիոն դրամը, նա ոչ միայն այս պահին կարող է հանգիստ խուսափել նույնիսկ օրինական ճանապարհներից մեկով կարող է հանգիստ խուսափել ծառայությունից, այլև հետագայում էլ ապահովագրել իր ամբողջ կյանքում չզորակոչվել է Հայաստանի Հանրապետություն։ Իսկ այս օրենքի պայմաններում տվյալ անձը 24 միլիոնը առաջին դեպքում առաջին օգուտը Հայաստանի Հանրապետության այն կլինի, որ այդ 24 միլիոնը նա չի ծախսի այլ երկրում ինչ-որ քաղաքացիություն ձեռք բերելու կամ անօրինական ճանապարհներով ինչ-որ փաստաթղթեր ձևակերպելու վրա, այլ կմուծի Հայաստանի բյուջե եւ 24 միլիոնը, եթե բաժանում ենք 24 ամսվա վրա, նրա փոխարեն 500,000 դրամ աշխատավարձով օրինակ 2 պայմանագրային կարելի կլինի վարձել եւ Հայաստանի Հանրապետության բանակը կօգտվի դրանից, 1 մարդու փոխարեն 2 մարդ կունենանք պայմանագրային եւ երկրորդ օգուտը հետագայում նա կլինի զինապարտ Հայաստանի Հանրապետությունում, որովհետև 1 ամիս ծառայելու արդյունքում նա չի ազատվում հետագայում զինապարտ լինելու պարտավորությունից եւ պատերազմի ժամանակ հնարավոր կլինի գուցե ինչ-որ վերապատրաստումների արդյունքում կամ հետագայում այլ եղանակներով նրա ռազմական պոտենցիալը ավելացնելու արդյունքում նրան հնարավոր կլինի զորակոչել եւ տանել պատերազմ։ Ես նման խնդրի բախվել եմ, օրինակ, այսինքն ականատես եմ եղել, օրինակ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ զինկոմիսարիատը չէր կարողանում հավաքագրել համապատասխան քանակի մարդկանց, ոչ թե նրա պատճառով այդ մարդիկ ցուցակներում չկային, այլ այդ մարդիկ ցուցակներում կային, բայց նրանց մի մասը այդ իմ նշած ճանապարհներով ազատվել էր ժամանակին ծառայությունից եւ այլևս զինապարտ չէր, նրան հնարավոր չէր պարտադիր կերպով զինվորագրել եւ ուղարկել պատերազմ։
Իրավապահները աշխատավարձ են ստանում, որպեսզի կանխեն այդ ձեր ասած անօրինական անցքերը, հա, այդ դեպքում ինչու չպետք է իրավապահը կատարի իր լիազորությունը այդ խնդիրը լուծելու համար, այլ փորձում ենք ինչ-որ այլ տարբերակներ գտնել։ Նախ ես ցանկանում եմ նշել, որ ոչ միայն անօրինական, ես ասացի, բացարձակապես օրինական ճանապարհ կա խուսափելու եւ դա քաղաքացիությունը փոխելն է։ Ես նշեմ, որ վերջերս մի հետազոտություն ենք հրապարակել, որի մասերից մեկում գրել ենք, որ 2018-ից 2024 թվականին մինչև 18 տարեկան Արական սեռի 11830 երիտասարդ փոխել է քաղաքացիությունը եւ նա փաստացի չի գնացել բանակ եւ չի ծառայել եւ այստեղ իրավապահները որևէ բան չեն կարող անել, մարդը կարող է ինքը փոխել իր քաղաքացիությունը եւ դա անօրինական չէ։ Իսկ անօրինական ճանապարհների դեպքում էլ հենց դրա համար եմ ես նշում, որ օրենքը ամեն ինչ չի լուծում, բայց օրենքը փակում է այս պահին առկա խնդիրներից մի քանիսը։ Հետագայում, երբ Հայաստանում իրավապահ համակարգը այնքան կզարգանա, որ նման խնդիրները կկասեցվեն, գուցե օրենքը փոխելու կարիք առաջանա։ Ավետիք, ձեր գնահատականը խիստ բացասական է, պարզաբանեք ինչու։ Դե սկսենք նրանից, որ օրենքը նրա համար չի, որ ինչ-որ բացեր փակի կամ բացի։ Օրենքը նրա համար է, որ ասի թե ինչն է ճիշտ, ինչն է սխալ։ Այս օրենքով ստացվում է, որ զինվորական ծառայությունից խուսափելը օրինականացվում է գումարի դիմաց։ Վաղ է նույն ազգային ժողովը օրենք կարող է ընդունել, որ ասենք կարմիր լույսի տակ կարելի է փողով անցնել, որ ասենք կարելի է մարդ բռնաբարել եւ փողով ազատվել, որ ասենք կարելի է մարդ սպանել եւ փողով ազատվել։ Այս օրենքը բարոյական լուրջ խնդիրներ ունի, այս օրինագիծը բարոյական լուրջ խնդիրներ ունի։ Մենք չենք կարող աչք փակել բարոյական լուրջ խնդիրների վրա եւ խորանալ տեխնիկական մանրամասների մեջ։ Տեխնիկական մանրամասները այնքան շատ են եւ բացերը, թերությունները այնքան շատ են, որ մենք մի ամբողջ օր կարող ենք անցկացնել այս ստուդիայում, բայց կա այստեղ բարոյական հարցը։ Ինչն է ճիշտ եւ ինչն է սխալ։ Կա այստեղ արդարության հարցը, ինչն է արդար սոցիալական պետությունում Հայաստանում, որը համաձայն Հայաստանի Հանրապետության սահմանադրության սոցիալական պետությունը եւ օրենքի առջեւ բոլոր հավասար են եւ ինչն է այստեղ հակասահմանադրական այս օրինագծի մեջ բազմաթիվ հակասահմանադրական կետեր կան եւ դրանք մենք դեռ կանդրադառնանք, բայց ես ուզում եմ եւս մեկ անգամ նշել, որ այս օրենքը բարոյականության, արդարության, խտրականության տեսանկյունից լուրջ խնդիրներ ունի եւ ոչ մի դեպքում չի լուծելու այն հարցերը, որոնք որ падգամավորը, որը սա նախաձեռնել եւ պետք է հասկանանք, որ սա падգամավորը չի նախաձեռնել։ Այս օրինագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության բարձր պաշտոնից զբաղեցնող անձանց նախաձեռնությունն է, առանց իրենց մտածելու, նախաձեռնելու, այսպես հավանություն տալու ոչ մի օրինագիծ չի գնում այսօր ազգային ժողովը, պետք է առերեսվենք դրան։ Եվ կառավարությունը իր հավանությունը տալով, այսպես ասած, փակել է իր արդարացման դռները։ Գնացքը արդեն գնացել է, պարոնեք, դուք արդեն հավանություն եք տվել, բարոյական արգելքներ խախտող, անարդարություն սերմանող, հանցավորությունը օրինականացնող եւ վճարով ազատող օրինագծին։ Վերջ։ Ավետիք, իսկ եթե էմոցիաները մի կողմ դնենք, ես որպես քաղաքացի ուզում եմ, որ իմ երկրի բանակը ավելի ամուր լինի։ Եթե այդ խնդրին ծառայում է այդ օրենքը, ուրեմն միգուցե ես իրավունք ունեմ այն դրական համարելու։ Դե այստեղ էլ պետք է հասկանանք, թե ինչպես է ծառայում։ Այդ խոսենք։ Եթե միայն ֆինանսական հարցը պետք է քննարկենք, այսինքն փողով բանակից ազատվեցին, բյուջե գնաց փող լցվեց։ Այստեղ լիքը հարցեր կան բաց, որը չեն փակվում։ Անկախատեսելի եկամուտներ պետական բյուջեի, անկախատեսելի եկամուտներով դու բանակ չես պահում եւ բանակ չես զարգացնում, բայց ելի եմ կրկնում, մենք չենք կարող պատկերացնել հաջորդ տարի ինչքան գումար կգա այդ դրա շնորհիվ։ Դա նկատի ունենք։ Ավելի նույնիսկ այս օրինագծով կարող է ոչ մի գումար էլ չկա, բայց ելի եմ կրկնում, մենք կենտրոնանում ենք տեխնիկական մանրամասների մեջ, կենտրոնանում տեխնիկական այսպես թուլությունների, թերությունների վրա այս օրենքի, բայց չպետք է մոռանանք մի բան, որ կա լուրջ խնդիր բարոյականության։ Մենք սրանով բացում ենք այսպես աղքատների բանակի գաղափարի առջև դռները։ Սրանից հետո լինելու են աղքատների գյուղեր եւ ավաններ, լինելու են աղքատների խանութներ եւ աղքատների մթերքներ։ Դե ձեր ասածի կեսը իրականություն է։ Լինելու է դա իրականություն է, բայց ոչ նորմ։ Մենք խնդիր ունենք բարոյական նորմերի հետ եւ այս օրենքով բացում ենք անբարոյական նորմերի օրինականացման ճանապարհը։ Էլի եմ կրկնում, սրանից հետո գալու են գետոներ, սրանից հետո գալու են աղքատների եւ հարուստների ճանապարհներ, աղքատների եւ հարուստների քաղաքներ, աղքատների եւ հարուստների մթերքներ, աղքատների եւ հարուստների բուհեր։ Արդյոք մեր հասարակությունը, որը գոյաբանական սպառնալիքների առջև է կանգնած, կարիք ունի նման տարանջատումների, նման խտրականության։
Մենք սրանով կաստայացնում ենք հասարակությունը։ Մենք սրանով ստեղծում ենք, եթե այս օրինագիծը դառնա իրականություն, մենք սրանով ստեղծում ենք կաստաներ հասարակության մեջ։ Ընդ որում մի քանի կաստա, հա, աղքատների կաստա, համբալների կաստա, որ փող ունեին, թողեցին երեխան գնաց բանակ։ Տղա ու աղջիկ տարբերություն դնողների կաստա ենք ստեղծում։ Այև գալու ենք մի օր, տեսնենք, որ մեր հասարակությունը տարբերություն դրան դեր կադրանանք, իհարկե վատ երևույթ է։ Իհարկե, ասենք կաստայի առաջանալ, որ տղայի ու աղջիկի միջև տարբերություն դնում։ Տղա երեխայի եւ աղջիկ երեխայի միջև իրենց վերաբերմունքի միջև տարբերություն դնում։ Բայց ելի վերադառնանք սրան, տեխնիկական մանրամասների մեջ մտնելը նախքան էս բարոյական եւ գաղափարական հարցը քննարկել եւ այդ հարցը փակել է, ես ավելորդ եմ համարում։ Ռոբերտ, բարոյական ինչ-որ նուրբ երանգներ այստեղ կան, որոնց մասին չխոսեցիք դուք։ Բացարձակապես հակառակ պատկերացում ունեմ։ Նախ նշեմ, որ շուկայական հարաբերությունները նրա մասին չէ, որ մարդիկ պետք է կամ հասարակությունը պետք է այստեղ կյանքի եւ մահվան խնդիր ունենք։ Կյանքի եւ մահի անպայման հավասարության խնդիր ունենք։ Խոսքը նրա մասն է, որ շուկայական հարաբերությունների դեպքում աղքատներ եւ հարուստներ լինում են անպայման։ Այդպես չի լինում, որ լինեն շուկայական հարաբերություն, ինչքան ուզում է սոցիալական լինի պետությունը եւ բայց իրավունքները հավասար են։ Իսկ այս օրենքը այդ իրավունքը չի ոտնահարում։ Իրավունքները նորից հավասար են։ Այս օրենքի դեպքում մենք ընդհակառակը սոցիալական արդարության որոշակի մաս ենք վերականգնում։ Ինչ նկատի ունեմ։ Դրա մասին ես մի փոքր ակնարկեցի իմ առաջին խոսքում։ Տեսեք, այն մարդիկ, ովքեր ազատվում են այսօր բանակից, նույն հարուստներն են։ Նորից այդ մարդիկ ունեն 24 միլիոն դրամ, նրանք անօրինական ճանապարհով, թե օրինական ճանապարհով քաղաքացիություն փոխելով ազատվում են բանակից։ Եվ փաստացի մենք բանակում, դուք նշում եք աղքատների բանակ, եթե մենք դիտարկենք, որ այդ 24 միլիոն դրամ մուծողները կամ ունեցողները բոլորը իրենց տղաներին չեն ուղարկում, իսկ իրականում այդպես չէ, բայց եթե նույնիսկ ծայրահեղականացնենք այդպես դիտարկենք, ապա այսօր էլ այդ նույն իրավիճակն է, այսինքն մարդիկ գնում են բանակ, ովքեր որ 24 միլիոն դրամը չունեն եւ չեն մուծում։ Վաղը օրենքով է դա լինելու եւ այստեղ գուցե դուք նշում եք, որ բարոյականություն խնդիր կա, բայց բարոյականություն խնդիր չկա ինչու, որովհետեւ պատերազմի ժամանակ ընդհակառակը իրավիճակը ամբողջապես փոխվելու է։ Ես ինչու բերեցի 44-օրյա պատերազմի օրինակը, որովհետև 44-օրյա պատերազմի ժամանակ այն բոլոր մարդիկ, ովքեր այդ գումարները ունեցել են եւ զարտուղի ճանապարհներով կարողացել էին ազատվել, նրանք ուղղակի պատերազմին չմասնակցեցին։ Եվ հանգիստ իրենց համար իրենց կյանքն էին վայելում Երևանում կամ մարզերում կամ մեկ այլ տեղերում, առանց որևէ խնդրի, որովհետև իրենց եթե ինչ-որ մեկը կշտամբում էր նրա համար, որ նա պատերազմ չի գնացել, նա հանում եւ ցույց էր տալիս ինչ-որ մի թուղթ կամ այլ երկրի քաղաքացի էր կամ գիժեր կամ հիվանդ էր կամ չգիտեմ ինչ-որ հավաքականում էր խաղացել ռազմական գործին ծանոթ չէր եւ այլն։ Իսկ այս օրենքի դեպքում պատերազմի ժամանակ եւ ընդ որում ես շատ կարեւոր մի մեջբերում պիտի անեմ, ես կարծում եմ մեզ համար շատ ավելի կարեւոր է ունենալ ռեզերվ պատերազմի համար, քան ունենալ ռեզերվ բանակում ծառայելու համար։ Այս օրենքը պատերազմի ժամանակ այդ խնդիրը լուծում է։ Գուցե բանակում ծառայելու համար այդ խնդիրը չի լուծում եւ դրա համար ես ցանկանում եմ ավելացնել, որ Հայաստանի իշխանությունները բազմաթիվ այլ գործողություններ եւս ունեն անելու, բազմաթիվ հարցեր եւս ունեն լուծելու եւ այս օրենքը ինքնին բոլոր հարցերը չի լուծում, նույնիսկ հարցեր կեսը չի լուծում, փոքր մասն է լուծում, բայց այն, որ այդ փոքր մասը լուծում է եւ այդտեղ բարոյականություն եւ սոցիալական արդարության ընդհակառակը վերականգնում կա ոչ թե խնդիր, ես կարծում եմ դա ակնհայտ է։ Ռոբերտ, իսկ արդար է բանակում ընդամենը 1 ամիս ծառայած մարդուն պատերազմի ռազմական գործողությունների ուղարկել, հաշվի առնելով այն, որ նա ինքնազիգից օգտվելու ձևը նորմալ չգիտի, ընդամենը 1 ամիս է ծառայել։ Համաձայն եմ, տեսեք, 1 ամիս ծառայությունը չի ազատում օրինակ զորավարժություններից։ Ամեն տարի կան 25-օրյա զորավարժություններ եւ այդ մարդը պարտավոր է մասնակցել հետո զորավարժություններին։ 2 տարի ծառայած ու մի ամիս ծառայած մարդը նույն արդյունավետության պատերազմի կմասնակցի։ Չեն մասնակցի պատերազմի։ Այդ դեպքում նա բայց 2 տարի միս չենք դարձնում իրեն ուղարկելով։ 2 տարի ծառայած եւ 1 ամիս ծառայած մարդիկ բնականաբար տարբեր արդյունավետությամբ են պատերազմին մասնակցելու, բայց 2 տարի ծառայած մարդը եւ ընդհանրապես չծառայած մարդը բացարձակապես այլ հարցություններում են եւ այստեղ կա բարոյական խնդիր։ Ես ինքս տեսնում եմ բարոյական խնդիր նրանում, որ մարդը կարողացել է ինչ-որ թուղթ ձեռք գցել եւ դրա արդյունքում նա պատերազմ չի գնում, իսկ ես գնում եմ եւ մասնակցում եմ պատերազմի։ Քրեական պատասխանատվությունից խուսափելը սոցիալական արդարությունով արդարացնել համարում եմ բարոյական խնդիր։ Չկա դրան արդարացում, եթե փողով ես որոշել առնել քո զինվորական գրքույկը։ Այս օրինագծով զինվորական գրքույկ առնելու գին է նշվում։ Գնանշում է կատարվում։ Այս օրինագծով գալու են մարդիկ էլի 1 ամսվա ծառայության, իսկ իրականում դա վերածվելու է էլի
փող վճարածների զորամասեր են դառնալու են հարուստների գումարտակներ, որտեղ հանկարծ չլինի մաս պակասի մեկից, որովհետև փողը վճարել է, հայրը անպայման տղային ուզենելու է տեսնել տանը կամ մայրը։ Մենք դռներ ենք բացում տարատեսակ այսպես վայրիացման խնդիրների։ Մեր հասարակությունը պատրաստ չի դրան։ Ավելին ասեմ, մեր հասարակության մեջ եթե առաջ փողով բանակից ազատվել է համարվում էր պարսավելի, այդ միայն նեղ շրջապատում կարելի էր գլուխ գովալ, որ տղայից բանակից ազատեցի, փող տվեցի, ազատվեցա, բայց հասարակության մեծ մասի մոտ ընկալումը լրիվ տարբեր է։ Հասարակության մեծ մասը բանակի գնացող եւ բանակից վերադարձող զինվորին տեսնում է որպես հայրենիքի արծեւ իր պարտականությունը պատվով կատարած, փառապանց վերցրած, սուրը փառքով պատյան դրած երիտասարդի, որը պատրաստ է ստանձնել այլ պատասխանատվություն, այլ պարտավորություն, նա ավելի պատասխանատու է։ Նա հայրենիքի արծեւ պարտականությունը կատարել, նա կարող է գնալ ուսումը շարունակել, պետական բարձր պաշտոնների հավակնել, պետական կառավարման համակարգում ավելի բարձր պատասխանատվությամբ աշխատել։ Հայրենիքի սահմանը պաշտպանելը դա բարձրագույն պատասխանատվություն է։ Իսկ պայմանագրային զինվորի աշխատավարձ տալը դա պատիվ բերող բան չի։ Եթե սեփական գրպանից հայրը մեկ ուրիշ զինվորի վարձատրում է 3 պայմանագրայինի։ Ես չեմ ասում, որ դա իմ կարծիքն է, դա ընդհանրապես հարց է։ Տեղերով խաղում ենք պետության շուտ իշխանության պարտավորությունը, իր վրա վերցրած կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքով իր վրա վերցրած պարտականություններին, սահմանադրական պարտականություն են զինված ուժերի եւ ինչ որ մասնավոր քաղաքացու ցանկության։ Եթե ցանկություն ունի գնա 24 միլիոն դրամ վճարի, որ մի 2 պայմանագրայինի 2 տարվա աշխատավարձ վճարի, քավլիցի թող գնա վճարի այդ 24 միլիոն դրամը, թեկուզ ասենք զինծառայողների վիրավոր եւ զոհված զինծառայողների սոցիալական ապահովության հիմնադրամին շատ այլ տարբերակներ կան այդ ցանկությունը բարի, ասենք փողով բանակին օգնելու, բայց փողով բանակին օգնելը դա նվազագույնը որ կարելի անել։ Մենք այսօր երկրի պաշտպանությանը միայն փողով չենք կարող մասնակցել։ Այսօր նսեմացվում է երկրի պաշտպանության մասնակցելը մինչև հարկ վճարելու մակարդակի։ Դա հարկ վճարող են դարձնում են հերոս, բայց մենք պետք է հակառակը հասկանանք, որն է բարոյական եւ որն է ճիշտ եւ որը սխալ։ Փողով բանակից ազատվելը, փողով զինվորական գրքույկ գնելը, դա սխալ է։ Այն դեպքում, երբ որ մենք գոյաբանական սպառնալիքների առջև ենք կանգնում։ Այստեղ սահմանադրության հետ որևէ հակասություն կարող է լինել եւ իդեպ խորհրդարանական մեծամասնությունում էլ կան падգամավորներ, ովքեր պես վերապահումներ ունեն եւ պրոֆիլային հանձնաժողովը, ինչպես ասացի, արհեստականորեն զգզգում է խնդրի քննարկումը։ Ինչի մասին է դա վկայում։ Ճիշտ ասած, սահմանադրության հետ խնդիրների հարցին երևի ճիշտ կլինի իրավաբանները պատասխանեն։ Ես քաղաքական առումով միայն նշեմ, որ իմ կարծիքով այն, որ նշված է, որ ցանկացած մարդ պարտավոր է մասնակցել պետության պաշտպանությանը, մասնակցությունը տարբեր ձևեր կարող է ունենալ։ Մասնակցության ձևերից մեկը կարող է լինել հենց այդ գումարներ վճարելը եւ ոչ թե անձամբ գնալ սահմանի կանգնելը։ Թեև ես պարոն Քերոբյանին պիտի հիշեցնեմ, որ դա նրանք չեն ազատվում ծառայությունից, նրանք չեն ազատվում զինապարտ լինելուց այս օրենքով։ Նրանք ազատվում են 24 ամսից 23-ում այնտեղ գտնվելուց, բայց դա չի նշանակում, որ նրանց չեն կարող հաջորդ տարի կանչել զորավարությունների եւ նրանք էլի գտնվեն այդ զորամասերում։ Ինչ վերաբերում է, ես արձագանք եմ ձեզ, ինչ վերաբերում է նրան, որ դուք նշում եք, որ կլինեն հարուստների գումարտակներ եւ այլն, սա եւս մեկ անգամ ապացուցում է այն, ինչ ես ասում եմ, որ այս օրենքից բացի իշխանությունը հազարավոր այլ գործողությունների կարիք ունի։ Օրինակ գործողությունից մեկն այն է, որպեսզի իշխանությունը թույլ չտա, որ ձեր նշած զարգացումները լինեն։ Իսկ ենթադրել, որ կարող են նման զարգացումներ լինել եւ դրա հիման վրա օրենք չընդունել, դա նշանակում է չվստահել Հայաստանի իշխանություններին։ Ես հասկանում եմ, որ կարելի է Հայաստանի իշխանություններին չվստահել, բայց այդ հիմքով ասել այն, որ այս օրենքը բացասական է, ես համաձայն չեմ։ Եվ մի կետի հետ կապված էլ ես կարծում եմ, պարոն Քերոբյան, դուք իդեալականացնում եք Հայաստանի հասարակության գիտակցությունը։ Ես նշեմ, որ իմ դիտարկմամբ շատ ավելի շատ էր հատվածայնությունը կամ շատ ավելի շատ են մարդիկ, ովքեր գլուխ են գովում, որ իրենց երեխաներին ազատել են, չեն ծառայել։ Եկեք նայենք ցանկացած գումարման Հայաստանի ազգային ժողովի պատգամավորների ցանկը, քանիսն են ծառայել, քանիսը չեն ծառայել, Հայաստանի տարբեր կառավարությունների ներկայացուցիչներին եւ
լսենք թե ինչ է ասում հասարակությունը այս առումով, այդ դուք որ նշում եք համբալներ բառը թեւս չեմ սիրում այդ բառը օգտագործել, բայց դուք ասացիք, նույն կերպ իրենց զգում են Հայաստանի հասարակությունում մարդիկ, ովքեր տեսնում են, որ իրենց որդին ձեր նշած ծառայությունը անցել է, եկել է, բայց իրենց որդին ոչ մի բանի չի հասնում, բայց իսկ ինչ որ մեկը ով ունի այդ գումարը, թեև նման օրենք չկա, նա մեկ ամիս էլ չի ծառայել, պատերազմ էլ չի գնացել, բայց միևնույն է բանա պետական պաշտոն է ստանում։ Բայց դրա հանրային ընկալումը իհարկե բացասական է։ Դրա հանրային ընկալումը այնպես չի, որ ասեն լավ են արել, ծառայությունից փողով ազատվել են, լավ են արել։ Ոչ մի տարի անկախությունից այս կողմ հանրությունը, հասարակությունը Հայաստանի դա չի ընկալել որպես լավ բան։ Ես ճիշտ ասած ավելի չունեմ, թե քանիսն են ասում լավ են արել, քանիսը չեն ասում, բայց այն որ ասողներ կան, որ լավ են արել։ Ասողներ կան, թակ ունեն ասում, անկյունների ունեն ասում, դալաններում են ասում։ Բացահայտ հատկապես եթե երկու բաժակ խմում են, դրանից հետո բոլորը սկսում են պարծել։ Տարբեր տեղերում եք խմում, հաստատ եք մենք տարբեր տեղերում ենք խմում, ես չեմ կարող համաձայնել այս կարծիքի հետ, որ դա հասարակությունը ընկալում է որպես լավ ծնողի, լավ մարդու կերպար, որտեղ այն բանակից ազատելը։ Մենք քննարկում ենք միայն այդ փողի դիմաց ծառայության ժամկետը նվազեցնելու հարցը, բայց այդ օրենքի փոփոխությունները նաև այլ բարեփոխումներ են ենթադրում, մասնավորապես ինչպես գնահատենք այն, որ քաղաքացիությունից հրաժարվելու համար տուրք պետք է վճարվի բավական մեծ, ինչը նույնպես ծառայում է այդ նույն տրամաբանությանը, ստիպել, որպեսզի մարդ ավելի նպատակահարմար գտնի ծառայել։ Այս կետը այս օրենքի լավագույն կետն է եւ շատ լավ կլինի, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը շատ թանկ արժենա, ոչ միայն հարական սեռի ներկայացուցիչների համար, ես օրինակ կառաջարկեի, որ բոլորի համար Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելը արժենար 15 միլիոն դրամ, որովհետև Հայաստանի քաղաքացիությունը այդպես ինչ-որ փաստ, ինչ-որ թղթի կտոր չի, որ մարդիկ հրաժարվում են, թողնում գնում են ուրիշ երկրի քաղաքացի են դառնում, եթե իրենց շատ պետք է ինչ-որ աշխատանքային եւ այլն, թող այդ գումարը վճարեն եւ գնան։ Իսկ ձեր գնահատականը դա լավ երևույթ է այս կոնկրետ հիշատակած փոփոխությունը։ Նախ սկսենք նրանից, որ սա ուղիղ կերպով հակասում է սահմանադրությանը, արական եւ իգական սեռի միջև տարբերություն դնելով։ Մենք այստեղ ունենք սեռական խտրականության լուրջ էլեմենտ, եւ հենց դրա համար ասում եմ, որ լավ կլիներ կանոնացի այո, որը իմիջիալից էլի կրկնում եմ, այս կառավարությունը այս օրինագծի հետևից դուրը փակել է, գնացել է ինձ համար։ Իրենց վերաբերմունքը ցույց են տվել։ Ու երբ որ ասում եք, որ կառավարությունը լիքը ուրիշ բաներ ունի անելու, իշխանությունը լիքը ուրիշ բաներ ունի անելու, ես կմատնաշեմ լիքը բաներ, շատ բաներ, որ պետք է մինչև այսօր արած լինեին եւ դեռ չեն արել։ Համաձայն եմ ձեզ։ Բայց դնելով միայն արական սեռի արժև էս Թուրքի պարտավորությունը քաղաքացիությունից հրաժարվելու, ես գնայի ավելի հեռու։ Եթե այսպիսի խնդիրը կա, մարդկանց մուտքը կարգել է Հայաստան քաղաքացիությունից հրաժարվելուց հետո։ Հայաստանի Հանրապետությունը որևէ գույք ունենալու, որևէ process-ներին մասնակցելու, կլինի դա ընտրական, տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլն, այն ամեն ինչից օտարերկրացիները օգտվում են ասֆալտից, առողջապահությունից, պաշտպանությունից, իրավական պաշտպանությունից օգտվելու իրավունքից կզրկի ընդհանրապես։ Այսինքն սկզբունքը ձեզ հոգեհարազատ է։ Իհարկե ոչ։ Հրաժարվելու քաղաքացիությունից հրաժարվելու դիմաց ինչ որ պատժամիջոցներ, հա։ Քաղաքացիությունից հրաժարվելը չպետք է լինի փողով։ Քաղաքացիությունից հրաժարվելը պետք է լինի մնացած բոլոր իրավունքներից զրկվելով։ Ավենի կգնա, Յան ազգանվան վերջացանցից էլ կզրկի այդ մարդկանց։ Եթե դրան ենք հասնում, բայց եթե մենք ուզում ենք լուծենք մեր բանակի համալրման խնդիրը, մեր երկրի պաշտպանության խնդիրը, եթե մենք ուզում ենք լուծենք սոցիալական արդարության խնդիրը, բարոյականության եւ բարոյական նորմերի խնդիրը, այս օրինագիծը իր այս ամբողջ տեսքով ուղիղ վնաս է հասցնում այս ամեն ինչին։ Չի բերում հասարակության մեջ այսպես հանրային համերաշխության մթնոլորտի ձևավորման, չի բերում այնպիսի բարոյական նորմերի զարգացման, որը խախտելը լինի պարսավելի, որը խախտելը լինի ամոթալի, որը խախտելը լինի հայ ինքնության, հայ կոչվելուն ոչ հարիր։ Սա փորձագետների կարծիքներ, այժմ ես առաջարկում եմ տեսնենք իսկ ինչ են մտածում նույն այս խնդրի մասին շարքային քաղաքացիները։ Ծառայություն տղամարդու համար է, իրոքից պետք է, բոլորն է երբ թե ծառայացած զգացել են, որ դա փոխում է տալ մարդուն։ Կատեգորիկ դեմ եմ, ինչ է նշանակում փողով ազատվելը։ Կաշառքի թազաձև ասենք։ Նման գումարներ, որոնք իրենք են ասել, բացի իրենցից ոչ մեկը չի կարա դա վճարի, բացի դրանից էլ դա բարոյական չի։ Եթե հնարավորություն ունենամ, միգուցե
որովհետև մի որդի ունեմ։ Ամեն հայ տղա պիտի ծառայել է։ Դա լուբոյ հայու պարտքն է։ Կներեկել է, ուրեմն բերեք մի հատ նայենք ով հող ունի ու որտեղից է դա։ Կապ չունի, փող ունի, չունի, ինքը պիտի ծառայի։ Ինքս ծառայել եմ, դրա համար գտնում եմ, որ դա սխալ որոշում է։ Իմ երկու որդին էլ ծառայել են։ Ամեն մարդու խղճի հարցն է։ Հայրենասիրության հարցն է։ Թվում է մեր երկրի համար դա ճիշտ չէ։ Ճիշտ չեմ գտնում, բայց դե եթե օրենք են հանում են։ Ուրիշ բան, որ այդ 24 միլիոնը օգտագործվի բանակի բարելավման բոլոր առիթներով։ Հարկեր ենք տալիս, թող դրանով բարձրանա։ Ամսվա վճարը զինծառայողին տրամադրվելիք այդքան էական չի։ Ավելի կարևոր է, թե այդ ահռելի գումարներով ինչ բարեփոխումներ կարելի է անել։ Տարբեր երկրներում բանակի բարեփոխումներ միշտ էլ անում են, բայց ոչ այս ձևով, ասենք էսի չեմ կարծում սա բանակի բարեփոխումը։ Թող բերեն փողը տան, էլի չծառայի, բայց ուրեմն ոչ մի պետական գործ, ոչ մի խոսքի բնակավար պետքա չընդունվի այդ մարդը։ Սկովոր ծառայումը ուսումը անվճար լինի։ Երկրին ծառայելը դա մի վայրկյանվա կամ 2 տարվա գործ չի։ Տեսողության պատճառով ես չեմ կարողացել բանակում ծառայել, բայց թուրքագետ եմ, զբաղվում եմ իմ գործով։ Բացարձակ դուրս չի գալի։ Եվ ընդհանրապես ինչ նշանակում ազատվել։ Դա բանակի քանդում ազգ։ Դա սոցիալական անարդարության է վերածելու այդ օրենքը։ Ճիշտ չէ այդ օրենքը, կան որ փախնում են, փող ազատվում են, բայց դրա դեմ ուրիշ ձև պիտի պայքարեն։ Եթե առողջական խնդիրներ չունի մարդը, եթե այդ պահին գիտական աշխատանքով չի զբաղվում, ասպիրանտուրայում չի, ինչի մասն է խոսքը, բոլորն էլ պիտի գնան։ Ազատվեմ, որ ավելի հարմար սովորեմ, չմտածեմ բանակի խնդիրների մասին, կազատվեմ։ Եթե անելու բան չունենամ որոշեմ օդից, հաստատ չեմ անի կծառայեմ։ Մինչև 37 տարեկան Այդպես թվում է մի քիչ շատ է։ Ըստ էության նորմալ են վերաբերվում։ Երիտասարդների հետ գնալ ծառայելու համար մի քիչ ինձ թվում է շատ է։ Ընդհանրապես 50 տարուց պակաս պետքա չլինի այդ սահմանափակումը։ Մենք այն տեղը չենք ապրում, որպեսզի թույլ տանք մեզ նման շռայլություն։ Այն օրենքը, որ 27 տարին մինչև որ դուրսն էին լինում, հետո գալիս են 27-ից հետո եւ արդեն ինչ որ կոմպենսացիաների բանի խնդիր կա, դրան ես կողմ եի։ Այն մարդը, որ սիրում է իր երկիրը, միշտ է ծառայում, անկախ ամեն ինչից։ Ռոբերտ, եթե ճիշտ եմ հասկանում, այս օրենքի նպատակներից մեկն է հասնել նրան, որ պայմանագրային զինծառայողների աշխատանքը ավելի բարձր վարձատրվի։ Այսինքն դեպի պրոֆեսիոնալ բանակ ենք շարունակում շարժվել, հա, այդ պրոֆեսիոնալ բանակը դա արդյոք պանացեա է, արդյոք դա հենց այն է, ինչին պետք է ձգտենք։ Եթե հնարավորություն լինի պրոֆեսիոնալ բանակ ունենալ եւ պրոֆեսիոնալ բանակը կարողանա անվտանգային խնդիրները լուծել բանակի մակարդակում, իհարկե դա կլիներ շատ լավ տարբերակ, բայց դրան հասնելու համար օրինակ այս օրենքի միջոցով պետք է դիտարկենք ծայրահեղ դրսևորումը, այսինքն այն դեպքը, երբ ամբողջ զորակոչին տարվա ընթացքում 20,000 մոտավորապես մարդ է զորակոչվում, բոլորը օգտվում են այս օրենքից։ Եթե կլինի այսպիսի ինչ-որ ծայրահեղ իրավիճակ, իհարկե դա դժվար է պատկերացնել, բայց եթե հանկարծ կլինի այդպիսի ծայրահեղ իրավիճակ, ապա մենք կարող ենք 20,000 մարդու փոխարեն 40,000 պայմանագրային ունենալ, որովհետև ես կարծում եմ մեկ ամսվա համար 500,000 դրամ վճարը դա նորմալ պայմանագրային զինծառայողի համար նորմալ աշխատավարձ է։ Բնական է, որ դա հնարավոր չէ, բնական է, որ 20,000 մարդ չի կարող 24 միլիոն դրամ վճարել, եւ այստեղ հավասարակշռությունը պահպանելու համար կառավարությունը, եթե չեմ սխալվում, առաջարկում էր լիմիտներ սահմանել, սահմանափակ քանակությամբ մարդկանց ամեն զորակոչի թույլ տալ, որ այս օրենքից օգտվի։ Սա իհարկե բավական վիճելի դրույթ է, ես կարծում եմ այստեղ պետք է դեռևս աշխատել այս օրենքը բարեկարգելու համար, բայց ընդհանուր առմամբ պայմանագրային զինծառայության ավելացումը օրինակ այս օրենքի հաշվին կարող է մեզ մոտեցնել ձեր նշած պրոֆեսիոնալ բանակ ունենալու խնդրի լուծման։ Ավետիք պրոֆեսիոնալ բանակը դա հենց այն է, ինչին պետք է ձգտենք։ Պրոֆեսիոնալ բանակը, եթե համարում ենք, որ դա մասնագետերով համալրված բանակն է, միևնույն է չի օգնում մեր երկրին, որովհետև մեր չափի երկրում բանակը կարող է անել միայն մի բան՝ պետության ռազմավարական ծավալումը ապահովել։ Մենք չենք կարող ունենալ այնքան բանակ, կանգուն standing army, անգլիացիների ասած, որ կարողանանք մենակ բանակով կռիվ տալ մեր վրա եկող թշնամիների դեմ։ Մենք պետք է ունենանք զորակոչային բանակ, մենք պետք է ունենանք անժամկետ ծառայություն, մենք պետք է ունենանք համապարփակ եւ համընդհանուր
պարտականություն պաշտպանությանը, մենք պետք է ունենանք համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգ, որում յուրաքանչյուրը քաղաքացին, համայնքը, պետությունը ունի գիտի իր դերը, մարզված է եւ պատրաստված է։ Մենք պետք է ունենանք զորավարքային պլաններ կոչված մեր երկրի ռազմավարական ծավալումը ապահովելու եւ դիմադրելու ռազմական սպառնալիքին։ Այս օրենքով դրա այդ ոչ մի հարցը չի լուծում։ Ես պետք է հիշեցնեմ, որ այս նույն կառավարությունն, այս նույն քաղաքական ուժը ընդունել է տարածքային պաշտպանության մասին օրենք, ընդունել է տեղային պաշտպանության ուժերի այսպես գաղափար, որը ներմուծվել է պաշտպանության մասին օրենքում։ Այս նույն իշխանությունը երբեմն տարատեսակ պաշտոնյաների բերանով հայտարարում է համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի մասին, միևնույն ժամանակ ոչինչ չանելով։ Հակառակը, այսպիսի օրինագծերով բանակը քանդելու հիմքերն են գցում, բանակի հիմքերն են խարխլում, ու պետք է հասկանանք, թե սա ինչ օրակարգ է։ Ես ուղիղ կերպով սա կապում եմ մեր թշնամիների կողմից ներկայացված պահանջների հետ, ապա ռազմականացման, զինված ուժերի խիստ սահմանափակման, զինված ուժերի այսպես անկարողության, ուղղակի շքերթային բանակ ունենալու մեջ։ Մենք այս օրինագծով ոչ մի հարց պաշտպանունակության, հանրային համերաշխության, որևէ կերպ զինված ուժերում բարոյական վիճակի բարելավման չենք լուծում։ Հակառակը, ինչպես ասացի, մենք սրանով ունենալու ենք հարուստների գումարտակների եւ աղքատների բանակ։ Մենք սրանով ունենալու ենք ճանապարհ ենք բացելու հանցագործությունից, հանցավորությունից փողով ազատվելու։ Մենք սրանով ճանապարհ ենք բացում բարոյական քաղաքական իրավական պարտավորություններից, պարտականություններից փողով ազատվելու, դրանց դիմաց փող վճարելով, դրանցից ազատվելու առաջ։ Այս օրենսդրական փոփոխությունները չեն ենթադրում այլընտրանքային ծառայություն, բայց ինչպես եք դուք վերաբերում այդ գաղափարին։ Ես պիտի նախ պատասխանեմ սկզբում նշած պարոն Կերապյանի կողմից նշված բոլոր պարտականությունների հետ ամբողջապես համաձայն եմ, բայց դրանք այս օրենքին չեն վերաբերում։ Օրինակ, համապարփակ պաշտպանության եւ անվտանգության հայեցակարգը Հայաստանի Հանրապետությունը ընդունել է եւ Հայաստանը ունի այդ հայեցակարգը, դրա հիման վրա պետք է ընդունել։ Չի ընդունել։ Ընդունել է պարոն Կերապյան։ Բերանով կա հայեցակարգում բոլոր կետերը նշված են, այդ հայեցակարգը իհարկե գաղտնի է, բայց չէ, չի կարող դա լինել գաղտնի։ Այն ինչ վերաբերում է համապարփակ պաշտպանության եւ անվտանգությանը, չի կարող լինել գաղտնի։ Ընդունված հայեցակարգը, ձեր ասած ընդունված հայեցակարգը չի կարող լինել գաղտնի։ Մյուս կողմերի մասին համաձայն եմ, գուցե չի կարող լինել գաղտնի, բայց այն, որ Հայաստանի իշխանությունը դա ընդունել է, դա փաստ է։ Գոյություն ունի այդ փաստաթուղթը, այդ փաստաթուղթը անվտանգության խորհուրդը հաստատել է։ Եվ բազմաթիվ այլ կետեր, որոնք դուք նշեցիք, այո, իսկապես ես համաձայն եմ, դրանք բոլորը իշխանության աշխատանքն է, մի մասը նրանք պետք է շուտվանից արածներին չեն արել, եւ դրա համար բազմաթիվ անգամներ նրանց քննադատում եք, մի մասը պետք է անեն հետագայում, հուսանք կանեն, եթե չանեն, ելի կքննադատենք։ Բայց դա չի նշանակում, որ այս օրենքը այդ գործողությունները չանելու պատճառով դառնում է անպիտան, դառնում է հակաբարոյական կամ սոցիալական արդարության խնդիրներ ստեղծում։ Ընդհակառակը, այս օրենքը բերում է սոցիալական արդարություն, բերում է բարոյականության մասնակի վերականգնում, ոչ ամբողջապես, որովհետև ձեր նշած քայլերը մինչև Հայաստանի իշխանությունները չանեն, մինչև գուցե օրինակ համաձայն եմ ձեզ հետ համապարփակ պաշտպանության եւ անվտանգության հայեցակարգը չբացվի, բոլորը չիմանան որտեղ ինչ պետք է անեն, երբ պիտի անեն, պատերազմի ժամանակ ինչպես պիտի աշխատեն եւ այլն, գուցե այս ամբողջ խնդիրը լուծված չլինի եւ լուծված չի լինի։ Դա իրականություն է, բայց այն որ խնդրի այն փոքր հատվածը, որը վերաբերում է օրինակ պատերազմի ժամանակ զորակոչի ենթակա մարդկանց քանակը ավելացնելու, այդ մարդկանցով տարբեր հատվածներ փակելու, դուք նշում եք տնտեսի միս դառնալու մասին, ես այդպես չեմ կարծում։ Գուցե այդ մարդիկ գնում են եւ կարողանում են ինչ-որ մի տեղում ենթադրենք կարտոֆիլ մաքրել եւ այդ կարտոֆիլ մաքրելը հնարավորություն է տալիս, որ մեկ ուրիշը կարողանա, որ մասնագետը կարողանա կարտոֆիլ մաքրելը կարող է այլընտրանքային ծառայություն։ Տեսեք, այն մարդը, ով քաղաքացի չէ, ով ունի ինչ-որ բժշկական փաստաթուղթ, ով հավաքականի անդամ է եղել, չի ծառայել, ով վունդերկինդ է եղել եւ ինչ որ շատ արագ 19-20 տարեկանում կարողացել է դառնալ գիտությունների տեխնացու եւ չի ծառայել, նրանցից որևէ մեկը չի կարող հետագայում զորակոչվել եւ կարտոֆիլ մաքրել եւ նրանց փոխարեն կարտոֆիլ մաքրում է այն մասնագետը, ով 2 տարի ծառայել եւ ունի ինչ որ մասնագիտություն ռազմական եւ նա պետք է լինի առաջին գծում եւ պետք է վարի մարդ ինչ որ մի ուղղությամբ եւ այս մարդիկ, ովքեր 1 ամիս կծառայեն, կարող են վատագույն դեպքում, եթե նույնիսկ զորավարությունները չգնան, մասնագիտություն չունենան եւ այլն, վատագույն դեպքում կարող են այդ կարտոֆիլը մաքրել։
Այլընտրանքային ծառայությունը կարող է դրսևորվել կարտոֆիլ մաքրելով։ Իսկ պատկերացում այլընտրանքային ծառայությունը կարտոֆիլ մաքրել կամ քողարկման ցանց գործելը չէ։ Այլընտրանքային ծառայությունը, եթե խոսքը գնում է սահմանափակումներով զորակոչի մասին, այլընտրանքային ծառայությունը կարող է լինել բունկերում նստած, այսպես կառավարման վահանակով անօթաչու քշելուն։ Այդ ինչի այլընտրանքային, դա շատ էլ լավ ծառայություն է։ Էդ իմ իմացած այլընտրանքային։ Այլընտրանքային ծառայություն կարող է լինել գիտական վաշտում, որի միջալոց սկսել էինք չկարողացանք ավարտին հասցնել հենց նույն այս իշխանությունների պատճառով, գիտական վաշտում, ռազմական հետազոտություններ եւ ռազմական արտադրություն իրականացնող ընկերություններում աշխատանքը կարող է լինել այլընտրանքային ծառայություն։ Այլընտրանքային ծառայություն կարող է լինել կապի կառավարման կենտրոններում, այսպես հակաօդային պաշտպանության համակարգում այնպիսի աշխատանքի, որը ֆիզիկական մեծ ծառաբեռնվածության չի ենթադրում, տեղեկատվական կամ ապատեղեկատվական զորքերում, շատ ձևեր կան, որը կարող է կոչել այլընտրանքային ծառայություն, հենց ֆիզիկական սահմանափակումները հաշվի առնելով։ Մեր այսօրվա խնդիրը զորակոչային միջալոց համալրման շատ ավելի շատ վերաբերում է առողջական տարբեր սահմանափակումներին, քան քաղաքացիությունից հրաժարվելուն, գիտությամբ, ուսմամբ, չգիտեմ, սպորտով զբաղվելուն, դրանք մի քանի 100-ի հասնող են։ Առողջականը մոտավորապես 50%-ն է, որի հիմքով ազատվում են ծառայությունից կամ տարեկետում են ստանում։ Մեր խնդիրը այս մարդկանց ոչ թե մեկ ամսով փողով իմիջիալոց այդ առողջական հարցը փողով չես լուծելու։ Էլի նույն կերպ ազատվելու են ծառայությունից, օրինական այնքան հոդված կա, մանավանդ որ մեր սերունդը այսօրվա այնքան անառողջ է դարձել տարբեր պատճառներով, որ օրինական ճանապարհով, օրինական սահմանափակումներով ծառայությունից ազատվում են ուղղակի, բայց եթե մենք խոսում ենք բարեփոխումների մասին, երկրի պաշտպանունակությունը, դիմադրողականությունը, դիմակայունությունը բարձրացնելու մասին, մենք այս այլընտրանքային ծառայությունը պետք է դարձնենք նորմ, դարձնենք բարոյական նորմ, դարձնենք քաղաքական նորմ, դարձնենք իրավական նորմ, բերենք մարդկանց, որոնք որ օրինական կերպով բանակային ծառայությունից ազատվում են, բերենք բանակային ծառայության եւ իրենց պատերազմի ժամանակ ձեռքը տանք ոչ թե ավտոմատ եւ ուղարկենք փոսփորելու կամ հրետակոծության տակ մի կերպ գլուխը պահելու, այլ ձեռքները տանք վահանակ, մեջքին խփենք 5 հատ անօթաչու եւ ուղարկենք այն կռիվի անելու, որ կլինի թշնամու համար ավելի սարսափելի, քան առաջնագիծը փամփուշտով այլ զինամթերքով եւ զորքով լցնելով։ Պայմանագրային ծառայության անցնելը, պայմանագրայինով փակել պաշտպանունակության բացը եւ սա այս օրինագծով արդարացնել, որ պայմանագրայինների վարձատրության համար ինչ որ ֆոնդ ենք ստեղծում, սա ուղղակի անհեթեթություն է։ Այդ որոնք պետք է ասեն, որ նույն լիմիտներով, որ կառավարությունը, պաշտպանության նախարարությունը իրավունք է վերապահում, էլի գնում ենք տեխնիկականի, բայց պարտավոր եմ սա ասել։ Իրավունք է վերապահում յուրաքանչյուր զորակոչի ժամանակ սահմանել առավելագույն չափը, որը որ կարող են ազատվել, սա բերում է բյուջետային եկամուտների անկախատեսելի, բացարձակ անկախատեսելիության, մարդը մի օր պաշտպանության նախարարը վերկացավ ասեց, չենք կարողանում բանակը պահել, պիտի բոլորը գան, 0 գումար է գալիս մտնում պետական բյուջետ։ Թող մի հատ խոսեն այն մարդիկ, ովքեր ասում են, որ սրանով երկու պայմանագրային 2 տարով պահելու ենք։ Չի լինելու այդպիսի բան։ Սա ուղղակի անհեթեթ բացատրություն է այս հակաբարոյական, հակապետական, հակազգային օրինագծի։ Չէ, ես պիտի արձագանքենք, որից հետո արդեն վերջին հարցն եմ տալու։ Եթե բոլոր մարդիկ գալիս են եւ 0 գումար է մտնում բյուջե, ապա Հայաստանի իշխանությունը որևէ բան չի կորցնում, ձեր նշածը բացարձակապես կապ չունի իրականության հետ, որովհետեւ տեսեք, եթե 20000 մարդ ունենք զորակոչին, 20000 մարդ գալիս է եւ որևէ մեկը չի օգտվում օրենքից, ապա այդ դեպքում կարիք էլ չկա պայմանագրային բերելու նրա փոխարեն եւ մենք այդտեղ չունենք խնդիր, այսինքն գումարը վերցնում ենք պայմանագրային բերում ենք, դա մեկ հարց է, բայց եթե գումար տվող չկա, ուրեմն բոլորը գալիս ծառայում են, այդ պայմանագրային մեզ պետք չէ այդ։ Մենք այդ խնդիրը ունենք զինվորական այն մասնագիտությունները, որ ժամկետայիններով չես կարող ապահովես։ Բայց էլի գալիս եք դրա, որ պետական բյուջեով այլ հարցերը կապում եք այսօրինքի հետ, պետական բյուջեով այլ խնդիրներ կան, այլ հարցեր կան, ես ամբողջապես համաձայն եմ, բայց մենք խոսում ենք կոնկրետ այս օրենքի փակող տարածքի մասին։ Ինչ կապ ունի պայմանագրային մասնագիտություն ունեցողի խնդիրը եւ իրավական պատասխանատվությունից խուսափելը զինծառայողի եւ զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով չեն փակում։ Դա լուծում են այլ հարթության մեջ։ Այս օրենքով, այս օրինագծով
Մենք միայն խորացնում ենք բանակում բարոյահոգեբանական անկումը, մենք միայն խորացնում ենք այն վիճակը, որից ուզում ենք այսօր խուսափել։ Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանի ֆուտբոլի հավաքականում երկար տարիներ գիտեինք մարդիկ, ովքեր չէին խաղում, բայց ամեն անգամ կանչում էին հավաքական, որովհետև նրանք ունեին բանակի խնդիր։ Ես նշեցի 6 տարվա ընթացքում համարյա 12000 մարդ փոխել է քաղաքացիությունը։ Դա գալիս է տարեկան մոտավորապես 2000 մարդ, այսինքն զորակոնչի 10%-ը։ Դուք նշում եք մի քանի 100 հոգի, բայց 10%-ը 2000 մարդ մոտավորապես։ Ես մի քանի 100 հոգին ասի ուսման, սպորտի քաղաքացիություն է փոխում։ Եվ այլն բազմաթիվ են այդ օրինակները։ Անկեղծ լինենք, պարոն Քերոփյան, այսօր Հայաստանում բանակից խուսափելը նորմ է։ Հին օրենքի պայմաններում, նոր օրենքի պայմաններում այդ խուսափողները գոնե 1 ամիս կծառայեն եւ գոնե կլինեն։ Տրամաբանությունը հասկանալի է, ցավոք ժամանակը արդեն ստիպում է մեզ ամփոփենք եւ դրա հնարավորությունը ձեզ տամ։ Ընդհանրապես մեկ նախադասություն, ասեք, ինչը ձեր խոսքից պետք է հիշի հեռուստադիտողը։ Շատ կարճ։ Այս օրինագիծը օրինականացնում է հանցագործությունից վճարով ազատվելը։ Խնդրեմ։ Հեռուստադիտողը պետք է ինքը իրեն տա երկու հարց, որոնց մասին ես ասացի, 24 միլիոնը բավարար է ազատելու համար, թե ոչ, եւ եթե ազատվում են հետագայում իրենց որդիները, ովքեր որ գնացել են ծառայել են, դառնում են զինապարտ պատերազմի ժամանակ, իսկ այն մարդիկ, ովքեր այդ 24 միլիոնով զարտուղի ճանապարհներով են ազատվել, չեն գնում։ Իսկ այս օրենքի դեպքում նրանք լինելու են զինապարտ իրենց որդիներին։ Ինձ մնում է հիշեցնել, որ զրուցակիցներս էին անվտանգային քաղաքականության կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը ու Հայաքվե նախաձեռնության խորհրդի անդամ ռազմաարդյունաբերական կոմիտեի նախկին ղեկավար Ավետիք Քերոփյանը։